Արդիկ Ցիներ ջան, այս արդեն 8-րդ տարին է անկախ եղանակային պայմաններից, ասում են, չէ, ընդդիմությունը, չգիտեմ, սպասում է եղանակները լավանա, դո ուր է եղանակները լավանա, անձրևի տակ, կարկուտի տակ, չգիտեմ, արևի տակ, ձյան տակ, այս տարիների ընթացքում իրար հետ այս պայքարը տարել ենք, հասցրել ենք տրամաբանական ավարտին։ Պիտի ոնց որ վերջնախաղն է, էլի, տրամաբանական վերջակետը այս ամեն ինչի պետք է դնել ու բոլոր տեղերը հետ ենք ասում, որ ամենամեծ հնարավորությունը հիմա ունենք։ Իսկապես այսպիսի մթնոլորտ, այսպիսի զզվացություն այս իշխանություններից, մարդկանց համբերության բաժակը լցվել է, այնքան բան են արել, որ չեն ուզում այս մարդկանց տեսնել։ Ու այն իշխանությունը, որը 8 տարի, այսինքն 2 ամբողջական ժամանակաշրջան ղեկավարել է, ու հաստատ մեր ունեցած ամենալավը չի եղել։ Եկել է հիմա էլ ասում եմ, մի հատ էլ ինձ 5 տարի տվեք։ Այսինքն ես ամենաերկարը ղեկավարեմ այս ազգի։ Ժողովուրդ ջան, այս ազգը արժանի է, որ այս իշխանությունը իրան ամենաերկարը ղեկավարի։ Մենք ասում ենք, որ հաստատ չէ։ Գիտեք, եթե անգամ ամեն ինչ մոռանանք, մենք Արարատ Միրզոյանից ավելի լավ արտաքին գործերի նախարար կարանք ունենանք։ Սուրեն Պապիկյանից ավելի լավ պաշտպանության նախարար կարանք ու պիտի ունենանք։ Գևորգ Պապոյանը մեր ամենալավ էկոնոմիկայի նախարարը չի։ Էլ չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը հաստատ մեր ամենալավ վարչապետը չի։ Ամոթ է այս ազգի համար 13 տարի ունենալ այսպիսի ղեկավարություն։ Մենք գիտենք, որ դուք մեր հետ համաձայն եք, բայց այս հանդիպումներին ինչ ենք խնդրում, որ բոլորով, երբ որ այստեղից դուրս են գալիս, գնանք մեր հարևաններին, բարեկամներին, այս ամեն ինչը բացատրենք, ինչ այստեղ իրար հետ խոսում ենք, որովհետև հաստատ հնարավոր է իշխանափոխություն, բայց եթե մարդիկ գնան ընտրատեղամասեր, եթե գնան, եթե հունիսի 7-ին համարենք, որ կարևոր գործ ունենք անելու, եթե չգնանք, փրկիչ չի լինելու, որ գնա մեր տեղ այդ գործը անի, եթե գնանք, քվեարկենք, այո, փոփոխությունը լինելու է։ Ես ընդհանրապես 2 բան եմ ուզում ասել, այստեղ գալուց, գիտեք, քաղաքացիներից մեկը ասեց, մի հատ կփոխանցեք իրեն հարմար առիթին, որ ինչի է ինքը մասնակցում, հիմա բացատրեմ ինչ նկատի ուներ։ Ժողովուրդ ջան, եթե ձեզ գալիս են, խոստանում են ադրբեջանական բենզին, Ադրբեջանի բարեհաճությունը, Ալիևի խոստացած խաղաղությունը, Ալիևի տարածքներ են խոստանում, մի հատ կարաք բացատրեք, Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններին ինչի է միջնորդավորված մասնակցում, թող Ալիևը միանգամից քվեարկվի, թող գա Ալիևը իր դեմքով քվեարկվի, բան տեղապահ ընտրում ենք, որ ինչ անենք, միջնորդավորված բան անենք, ինչի, այսինքն մենք պիտի ունենանք հայկական հայ ազգի ղեկավար, ոչ թե միջնորդ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, բրոկեր Ադրբեջանի ու Թուրքիայի համար, տենց հողերը էժանով, թանկով, կամ չգիտեմ, տարածքները, ստրատեգիական ռեսուրսները, այսինքն պիտի հասկանանք, որ հունիսի 7-ին, եթե այս մարդը ընտրվում է Ալիևը, լինում է, միկրոֆոն եկա, ամենաթեժ պահին միկրոֆոնը հասավ, ընտրվում է Ալիևը, ժողովուրդ ջան, ընտրվում է Թուրքիայի, Ադրբեջանի երազած կառավարությունը։ Մենք ուզում ենք, որ հայ ժողովրդի երազած կառավարությունը ընտրվի։ Ու երկրորդ բանը, ու վերջին բանը, ամենաշատ մտավախությունը, որ մեզ ասում են մեր քաղաքացիները, այստեղ էլ նոր, ասում են վախի մթնոլորտ կա։ Մարդիկ վախենում են։ Չեն, որովհետև ասում են լայքի համար գործից ազատում են, մասնակցության համար գործից ազատում են, բարևելու համար գործից ազատում են։ Ժողովուրդ ջան, գիտենք, այսպիսի մթնոլորտ իսկապես երբեք չի եղել, այսպիսի տրամադրություն մթնոլորտ Հայաստանում չի եղել, բայց մի բան ունենք ձեզ ասելու, այս ամեն ինչը իրենք արել են ձեր 7 տարի, սկսած քաղաքացու վրա թքելուց, վերջացրած ձեր հարկերը բարձրացնելը, վերջացրած պատերազմները, ձեզ գործից ապօրինի ազատելը, միջնամատ ցույց տալը ինձ հուշում են, կլինի մնացած բոլոր ապօրինությունները, բոլոր տեսակ հարկերը, տուգանքի մատերիալ սարքելը, քաղաքները չզարգացնելը, պարտքը ավելացնելը, դրա պատասխանի օր կա։ Պետք չի մի եկեք հավաքներին, եթե ձեզ չգիտեմ վախեցնում են, լավ մի ամիս էլ կարաք սրտիկ չդնեք, բայց հունիսի 7-ին այդ ամեն ինչի պատասխանը պետքա տալ։ Հունիսի 7-ն է, ձեր բարեկամներին խնդրում ենք, փոխանցեք, որ հունիսի 7-ն է այս իշխանության արածների պատասխանը տալու օրը։ Ու պատասխանը հունիսի 7-ի ամենաարդար ու ճիշտը կլինի, որ հունիսի 7-ին ընտրենք 17-ին, որովհետև միասին